Գեղարքունիքի մարզային գրադարանը հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչման, պահպանման և հանրահռչակման կարևորմամբ անդրադարձել է մի ողջ ժողովրդի ինքնության նկարագիր դարձած խաչքարերին և Քոչարի պարին։ Միջոցառման հյուրերն ու բանախոսներն են գրող, լրագրող, Գեղամաշխարհ թերթի խմբագիր Խոսրով Խլղաթյանը, պատմաբան, խաչքարագետ Սևակ Արևշատյանը, հայրենաճանաչ և հուշարձանների հանրահռչակմամբ զբաղվող Թաթուլ Տոնոյանը։ Միջոցառումը ողջույնի խոսքով բացում է մարզային գրադարանի տնօրենը։ Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է ոչ միայն ճարտարապետական վեհաշուք կոթողներ ու արվեստի գլուխգործոցներ, այլև հարուստ, հոգևոր և բանավոր մշակույթ։ Հավատալիքներ, ավանդույթներ, ժողովրդական երգեր, պատմություններ, հեքիաթներ ու սովորույթներ, որոնք դարեր շարունակ պահպանել են մեր ազգային ինքնությունը։ Այս ժառանգությունն է մեր ժողովրդի հոգևոր դիմագիծը, մեր հիշողության և մեր միասնականության ամուր հիմքը։ Միջոցառման ընթացքում հնչում է զեկուցում համաշխարհային մշակութային ժառանգության անվտանգությունն ապահովող և ամբողջ աշխարհում դրանք ճանաչելի դարձնող ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման պատմության, կազմակերպության կառուցվածքի ու առաքելության մասին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահպանում է թվով 1073 համաշխարհային ժառանգության օբյեկտ, որոնք գտնվում են աշխարհի տարբեր երկրներում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 3 ցանկ. առաջին ցանկ համաշխարհային ժառանգության, երկրորդ ցանկը ոչ նյութական մշակութային արժեքների և երրորդ ցանկը փաստագրական արժեքների։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2010 թվականի նոյեմբերի 17-ին հայկական խաչքարերը հռչակեց իր ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արժեք։ Բանախոսներն անդրադառնում են ամենուրեք հայի հետքը հանդիսացող այս արժեքի ստեղծման ու զարգացման պատմությանը, գեղարքունյաց աշխարհում խաչքարերի տարածմանն ու առանձնահատկություններին։ Ժամանակագրական առումով ասեմ, որ խաչքարը սկսել են կերտել Հայաստանում 9-րդ դարի կեսերից։ Երբ որ արդեն Հայաստանում հռչակվում է Բագրատունիների իշխանությունը, այդ կրոնական ազատությունը կար, անհրաժեշտ էր այդ վակուումը վերացնել։ Եվ վերևից հրաման է իջեցվում ստեղծել քարի կոթողի մի կետ եւ ամբողջ Հայաստանի տարածքում տեղադրել այդ խաչքարերը։ Դրա համար սկզբնական շրջանի բոլոր խաչքարերը իրար նման են։ Ոչ միայն Հայաստան աշխարհը, այլ նաև Գեղարքունիքի մարզը շատ հարուստ է պատմական մեծ արժեքներով, բավական է ասել, որ մոտ 6000 եւ ավելի նակ խաչքարերի, տապանակարերի հետ մենք գործ ունենք, այդ որ հողի երեսին։ Թե ինչքան կա հողի տակ չենք կարող ասել, մենք ունենք մի քանի տասնյակից ավել հնագույն բերդ ամրոցներ ռազմական, ունենք բազմաթիվ լքված հնագույն բնակավայրեր։ Ոչ նյութական մշակութային ժառանգության թեման շարունակում են հայկական Քոչարի պարի, դրա արմատների ու զարգացումների մասին տեղեկությունները։ Ամենատարածված հայկական այս խմբապարը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության մշակութային ժառանգության արժեքների ցանկում է 2017 թվականից։ Միջոցառման մասնակիցները տեսական մասից հետո մասնակցում են նաև Քոչարիի վարպետաց դասին։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։